Պարոն Կարապետյան, Ֆրանսիայում դատական գործընթաց է ընթանում, որով պատրաստվում են պետականացնել Սամվել Կարապետյանին պատկանող դղյակը։ Ֆրանսիան կասկածում է, որ դղյակը պատկանում է իրականում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչ կասեք այս process-ի վերաբերյալ։ Պատասխանել եմ այդ հարցին մի անգամ, երեք ոնց որ հարցազրույցի ժամանակ կարող եմ ասել, որ ստուգման փուլում է, դա մեր ուղիքն է, պատասխանել եմ այդ հարցին, չեք լսել։ Խաղումը կուղարկենք, կարծիքս նույնն է, ինչ վերաբերվում է արևմուտք-արևելք խնդիրներ կան, կա հակամարտություն, եւ այնտեղ կան նաեւ ինչ-որ առումով տարբեր երկրների գործարարների շահերի սահմանափակման խնդիրներ։ Հայ գործարարները որպես պատմականորեն համ արևմուտքի համար ընդունելի, համ արևելքի համար երբեմն հայտնվում են այդ երկու կենտրոնների արանքում գտնվող կամուրջի վրա։ Շատ ժամանակներ դա մեզ օգնել է, ինչպես հնդկական, հայկական ընկերություններ Հնդկաստանի եւ հիմա էլ նաեւ եւ շատ ժամանակներ երբեմն դիսկոմֆորտ է ստեղծում, որը լուծվելու է։ Շնորհակալ եմ։ Ձի հարցազրույցներ նայում եք։ Նայում եմ։ Վերջին հարցազրույցներից մեկը Շալվա Չիգիրինսկու հետ էր։ Հա։ Որտեղ հոլովեց նաեւ Սամվել Կարապետյանի անունը, որտեղ խոսում էր փողերի լվացման մասին, Պուտինի առանձնատան մասին, որը եղել է Սամվել Կարապետյանի անունով ֆորմալ, բայց իրականում պատկանել է Պուտինին։ Ֆրանսիայի մեր տունն է, որը Պուտինինը չի։ Ու չգիտեմ ոնց ասեմ։ Ես իրան մեր տանը չեմ տեսել։ Շալվա Չիգիրինսկին լուրջ մարդ է։ Գիտեմ, բայց ես մեր տունն էլ գիտեմ, էլի։ Բախ են կապում Պուտինի հետ։ Ընդհանրապես այդ ինչ խոսակցություն է, փակագծերը բացեն, որտեղ հենց ինքնին դա արևմուտք-արևելք պայքարի մի մաս է, որը իմ կարծիքով մեր հայաստանյան օրակարգից դուրս է։ Բայց Կարեն Կարապետյանի անունը խի հոլովեց, Սամվել Կարապետյանի անունը խի հոլովեց։ Գույքը մենք ենք գնել, այդ բանը հայտնի գեղեցիկ գույքա մենք ենք գնել, բայց մեր մի քանի գույքից մեկն արևմուտքում էլի, մենք էլի ունենք։ Բայց Պուտինի հետ կապ չունի, ոչ է Կրեմլի հետ։ Չգիտեմ, չեմ տեսել այդ մարդուն ես մեր տան։